Գործընկերոջս մյուս հարցին դուք չպատասխանեցիք, երգելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում չունեք, բայց այդուհանդերձ ձեր ֆինանսական միջոցները ինչպես են գոյանում եւ դուք ինչպես եք կարողանում ապրել, եթե չեք աշխատում, այդ հարցին էլ կխնդրեմ պատասխանեք, հետո նաեւ սադրանքի վերաբերյալ նույնը հակընդդեմ ձեզ է ներկայացնում։ Շատ լավ։ Տեսեք, որ ասում են չեն ես չեմ աշխատում, ինձ հասկանալի է, թե իմ ծանոթները, թե հանրային դաշտում բոլորը գիտեն, որ ես շինարարությունով եմ զբաղվում, այսինքն շինարարության աշխատանքներով եմ զբաղվում, ոչ ցավոք սրտի չունեմ, մի քիչ մեր երկրում այդ համակարգը այդքան էլ օրենքով չի համակարգվում, դուրս է գալի, որ ես պաշտոնապես չեմ աշխատում, այսինքն որևիցե ընկերությունում եւ այլն, ես չեմ աշխատում, այլ ուղղակի շինարարական աշխատանքներ եմ իրականացնում։ Իմ ֆինանսական միջոցները այդտեղից է գալի։ Այսինքն, բայց որ ընկերություն ունենամ, իրանց նման գնամ տենդերներ շահեմ, մանկապարտեզներ չկառուցեմ, գումարները թալանեմ, երևի իրանց Այո, կապ չունի Նորքում թե Ավանում, ես խալ հասկացա։ Այո, շինարարական աշխատանքները հիմա այս տեսանյութերն այլով բազմաթիվ ծանոթներ ինձ կճանաչեն, կիմանան, գիտեն, որ ես այդ աշխատանքներով եմ զբաղվում եւ դրանից ելնելով ես հիմնականում իմ sense ասած մասնագիտական փորձից ելնելով անդրադառնում եմ անորոշ շինարարական աշխատանքներին։ Պարոն Չախոյան, տեսեք, ձեզ դատաբժշկական փորձակնություն մինչև ուրբաթ անցած չէին արել։ Այս պահին դուք անցել եք դատաբժշկական փորձակնություն ձեզից այդ մասիվի հայտի դեպքերից դժոխ ճանաչվել եք թե չէ նայել, որովհետև վերջին տվյալներով դուք դժոխ չէիք ճանաչվել։ Այո, դատաբժշկական փորձակնությունը անցկացվել է, բայց արդեն այն դեպքում, այսինքն ուշացումով, երբ որ արդեն կապտուկները իջել է։ Ինչ է վիճվել։ Այն ինչ որ կա հարվածներ եւ այլն ստացած եւ այլն ատենոմա ունեք, աչքի գլխի վնասված ունեք, ձեռում ունեք։ Այո։ Այդ ընթացքում դրանք անցել էին, թե արձանագրվել են այս դատաբժշկական փորձակնության։ Տեսեք, հուսամ այո, բայց որ ասեմ կարող եմ միգուցե չեն գրել, ես փաստաթղթի մեջ չեմ նայել, առ իրանք ինչ են գրել։ Հուսամ, կարծում եմ այո։ Եթե չեմ սխալվում շաբաթ օրը, եթե չեմ սխալվում իհարկե։ Ճանաչվել եք, չէ՞ քներից ոչ, դժոխք Ոչ։ Փիրական գործի մասին մի քանի հարց տամ։ Փիրական գործի մասին հարց տամ, էլի։ Դուք ասում եք չեք ցուցմունք չեք տալիս, ինչու՞։ Չէ, ես ցուցմունք չեմ տալի։ Ես Ռոջան, ես առողջական խնդիրներ ունեցել եմ, շատ ծանր վիճակում եմ գտնվել, չեմ տվել եւ առաջին իմ քայլը ես ցանկացել եմ ասուլիսի միջով տամ, հանրության էլ բաճատ իրազեկված լինի, իհարկե ես ցուցմունք տալու եմ եւ միջև իրավական դաշտով միջովերջ գնալու եմ, անկեղծ ասած մեծ ակնկալիքներ չունեմ այս իշխանության օրը, որ այս ամենի համար որևիցե մեկը օրենքի տառի համաձայն պատասխանատվություն կկրի, որովհետեւ եկեք հիշենք 2023 թվականի իմ տան շքամուտքի մոտ գիշերով կատարած մահափորձի դեպքը, երբ որ ես վնասազերծել էի այդ մարդուն, հանձնել է ոստիկանությանը եւ չեն ձերբակալել, այսինքն ազատ էին արձակել եւ միջ օրս ում անձը հայտնի է ով է եկել դանակով ինձ վրա մահափորձ կատարել, պատասխանատվություն չի կրել, 2 տարի անցել է։ Իրական գործը դեռ շարունակվում է, այսինքն գործը դատարանում է, բայց նիստերը չեն կայանում, ձգձգվում են եւ այլն, այսինքն ակնհայտ ծածկադմփոց է տեղի ունենում, բնական է այս դեպքով էլ էլի պիտի իրանք ծածկադմփոց անեն, մանավանդ այն դեպքում, երբ որ իրանք շանտաժի են ենթարկել քաղաքային իշխանության, այսինքն ուղիղ տեքստով։ Այլ քննչական գործողություններ հասցրել են անել, օրինակ պետքա լինի առերեսումներ Տեր Մարգարյանի մյուսների եւ այլն։ Ոչ մի բան դեռ առայժմ ոչ, ես նորից կրկնվեմ, որ առողջական ես խնդիրներ եմ ունեցել, դրանց կապակցությամբ ոչ մի գործողության չեմ մասնակցել։ Եթե չեմ սխալվում շաբաթ կամ կիրակի։ Հիմա լավ եք զգում։ Տենց էականորեն է,
առաջվա ժամանակահատվածից, այո։ Պարոն Չախոյան, դուք սադրանք որակեցիք տեղի ունեցածը, բայց նույն մեղադրանքը ձեզ են ուղղում, նշելով, որ դուք կանխամտածված, լավ իմանալով, որ կրքերը բորբոքված են, նախորդ թիվ փոխադարձ հայհոյանքներ են, միմյանց նկատմամբ հնչեցվել եւ մթնոլորտը լարված է, դուք գնացել եք Նորքի քաղաքապետարան եւ այդպիսով ավելի լարել իրավիճակը, ինչից հետո էլ տեղի ունեցավ այդ միջադեպը։ Տեսեք, որ ասում եք կանխամտածված, ի սկզբանե իրենք էին այդ ամենը կանխամտածված զանգել եւ սադրանքը իրականացել, այլ ես չեմ զանգել, իրանք են զանգել եւ իսկ ինչու չեք բացառում, որ հենց թաղապետը միտումնավոր է այդ սադրանքը արել, որ այս հանրային քննարկման շմանգի լսումներին չմասնակցում։ Ու ասեմ ավելին, Ռոհ ջան, այդ հանրային քննարկումը արդեն երկրորդ անգամ է իրականացվում։ Առաջին անգամ մեր բնակիչների մասնակցելիության փաստային փաստեր ներկայացնելով քաղաքապետարանը մերժել է։ Իսկ երկրորդ անգամ այդ միջադեպի օրվա հանրային քննարկման հրավերը նույնիսկ չեն բարեհաճել Նորնոկ վարչական շրջանի պաշտոնական էջում հրապարակեն։ Այսինքն ակնհայտ է, որ ծածկադմփոց են արել եւ ըստ իմ կարծիքի հենց թաղապետի հենց ինչ ասեմ, սադրանքը, որ մի տան որ զանգել է, որ որևիցե կերպ, որևիցե ձևի ինձ թույլ չտա, որ հանրային քննարկմանը ես մասնակցեմ։